այսօր խոսենք այն մեղադրանքների մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիոն կոռուպցիա է եւ այլն, իդեպ այդ գրողները շատ լավ գիտեն, որ ոչ մի կոռուպցիայի մասին խոսքնել չի կարող, դա շատ մանիպուլատիվ հայտարարություններ են, որտեղ երբեք ոչ փաստարկված, բայց ասեմ, որ օրինակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ տարի իր ենթակա կազմակերպությունների հետ միասին 1 միլիարդ դրամից ավել հարկ է վճարել պետբյուջե, եւ այս թիվը մի քանի անգամ մեծ է նախորդ տասնամյակի ցուցանիշներից, ընդ որում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն չի փոխվում, ավելանում է հավաքականների քանակը, պրոֆեսիոնալ եւ մանկապատանեկան առաջադեմ թիմերի քանակը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում, բայց մենք ստաբիլ կարողանում ենք նաև բոլոր տեսակի հարկային բեռը վերցնել մեզ վրա կատարել եւ բացի դա նաև փորձել ինչ-որ զարգացման հիմնաքարեր դնել։ Վերջերս UEFA-ի Grow ծրագրի վերլուծաբանները ներկայացրել էին նաև վերլուծություն Հայաստանի էլիտ ֆուտբոլի զարգացման վերաբերյալ, համեմատելով մեզ մեր նման հնա ունեցող, բնակչություն ունեցող եւ տարածք ունեցող երկրների հետ, եւ այդ վերլուծությունը նույնպես շատ փոքր, բայց որոշակի արդյունքների աճ է կանխատեսում գալիք տարիներին եւ այս պահին էլ մենք նմանատիպ այլ ֆեդերացիաների համեմատ մի փոքր ավելի շահեկան դիրքում ենք գտնվում։ Եվ ես ասեմ, որ երբ մենք խոսում ենք արդյունքներից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, այդ արդյունքները նախ չեն սահմանափակվում միայն ազգային հավաքականով, չնայած դա մեր կարևորագույն ֆլագմանն է, եւ մենք դա գիտակցում ենք, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանատու է բոլոր ոլորտների համար, այն ոլորտների համար, որոնք հետաքրքիր չեն գուցե այն հանրությանը, բայց այնտեղ աճը կանխատեսել եւ մենք պարտավորվածություն ենք զգում նաև գումարներ ներդնել այդ ոլորտներում։ Խոսքը օրինակ սահմանափակ կարողություններով մարդկանց ֆուտբոլի մասին է, խոսքը փախստականների հավաքականի մասին է, որը մասնակցում է վերջին շրջանում միջազգային մրցաշարի եւ բազմաթիվ այլ բաներ։ Եվ ամենակարևորը